Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին նախարար, նախ այս օրերին, երբ որ իշխանությունը եկեղեցի հարաբերությունները լարված են, հայտարարում եւ Facebook-յան գրառումները, երեք օրինակ հոգեվորականներն արձագանքում էին եւ ասում էին, որ նաեւ արտարադատության նախարարությունն է այստեղ անելիք ունի իշխանությանը զսպելու, որովհետեւ ըստ էության անձնական դաշտ են մտնում եւ դες ուղված քննադատություն կա այդ առումով։ Ինչ է։ Իսկ ինչ ասենք։ Սահմանադրական կարգ եմ տալու, տիկին նախարար, սահմանադրական կարգ Լավ, եկեք հասկանանք, ես հիմա փոքրիկ դասախոսություն երևի պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված, մենք նախորդ պայմանավորվեցինք, որ ինձ չեք ընդհատելու եւ եթե հարցը տալիս եք, խնդրում եմ լսեք պատասխանը։ Այո, շրջանառվում է մամուլում մեդիա դաշտում, որ սահմանադրական կարգը տապալվում է։ Սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, եւ դա նշանակում է հետեւյալը, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետեւյալին։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում ընտրությունները կայանում են այն կերպ, ինչպես որ կայանում են, մի խոսքով առաջինից 7-րդ հոդվածների մասն է, եթե չեմ սխալվում, սահմանադրության, եւ այդ նորմերի փաստացի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում։ Սիրելի լրագրողներ, խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք ձեր արտահայտությունների հետ կապված մի հնչեցրեք արտահայտությունները եւ խոսքս միայն լրագրողներին չի վերաբերում, խոսքս նաեւ մասնագիտական հանրությանն է վերաբերում, մի հնչեցրեք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Սահմանադրությամբ արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես եմ ասում։ Ոչ, որովհետև ես միտքս չեմ ավարտել։ Սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի մասին կամ անձի, այդ թվում եւ իրավաբանական, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ իրավական տերմինաբանություն օգտագործելիս բարի եղեք, բացեք օրենսգրքերը եւ կարդացեք։ ասում են ոչ թե տապալում, նաեւ Իսկ արդեն ես չեմ երևում։ մասնագետները կան, որ ընդդում են ոչ թե իր լիազորությունների վերազանցում չի կատարում, երբ որ հարց, այսինքն հակասահմանադրական գործողությունների մասին տիկին նախարար ուղղերի մեջ, օրինակ 17-18-րդ հոդվածներին հողում անելով հակասահմանադրական գործողություն անել ինչ է նշանակում հակասահմանադրական գործողություն։ Մենք ունենք հակաիրավական գործողության հասկացությունը։ Հակաիրավական գործողությունները լինում են երկու տեսակի՝ զանցանք եւ հանցանք։ Եվ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական ակտ։ Սահմանադրական խախտում ասելու եկեղեցու գործերի միջամտելու իրավունք ով ունի։ պետությունը ունի։ Լավ, եկեք հարցը հետեւյալ համատեքստում դիտարկենք։ Եկեղեցին սահմանադրական մարմին է թե ոչ։ Այս հարցի պատասխանը ունեք։ Չէ, ես շարունակում եմ։ Եկեղեցին սահմանադրական մարմին նշանակել թե չէ։